Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ձեզ ողջունել մայիսի 1-ին աշխատավորի օրի հետ կապված։ Մեր հանդիպման վայրը խորհրդանշական է, մենք գտնում ենք Արտաշատի Անիտեքս գործարանում, որը Հայաստանում արդյունաբերականացման լավ օրինակ է։ Առաջ այն արտադրանքը, որ այստեղ է արտադրվում այսօր, առաջ մեծի մասամբ ներմուծվում էր Թուրքիայի Հանրապետությունից։ Այսօր ամբողջ արտադրանքը գրեթե փակել է Հայաստանի պահանջարկի 50-60%-ը։ Եվ սա ցույց է տալիս, որ մենք ունենք փորձ այս օրինակով կառուցել հարյուրավոր արտադրություններ Հայաստանով մեկ եւ ապահովել աշխատանքով մեր հայրենակիցներին։ Նաեւ կուզենայի ձեզ ներկայացնել շատ կարևոր մի սոցիալական ծրագիր, պետական սոցիալական ծրագիր, որը ուժեղ Հայաստանը առաջարկում է մեր հայրենակիցներին։ Ինչն է այդ ծրագիրը։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ, տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ մարդիկ։ Համայնքների այցելությունների ժամանակ մենք տեսնում ենք աղքատություն, որը վայել չէ 21-րդ դարին, որը վայել չէ Եվրոպային եւ որը վայել չէ մեր պես պոտենցիալով երկրին։ Մենք վճակել ենք մի ծրագիր, որով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան աջակցություն, օրինակ 5 հոգանոց ընտանիքը կստանա աջակցություն 150,000 դրամ ամսական, որպեսզի լուծի իր տնտեսական հարցերը, առողջապահական հարցերը եւ հացի հարցը։ Երբ մենք ասում ենք ծայրահեղ աղքատ ընտանիք, դա այն ընտանիքներն են, որոնք հացի խնդիր ունեն, եւ այդպիսիները հազարավոր եւ տասնյակ հազարավոր են Հայաստանում։ Այս ծրագրով ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանը ստեղծելու է հիմնադրամ, աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում է կատարելու պետությունը, ներդրում են կատարելու մեր գործընկերները աշխարհի բոլոր ծայրերից եւ այդ հիմնադրամի միջոցներից մենք ապահովելու ենք ծայրահեղ աղքատ ընտանիքների համար ամսական 5 հոգանոց ընտանիքի համար 150,000 դրամի նպաստ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դուրս գան աղքատության թակարդից։ Ինչ է աղքատության թակարդը։ Սոցիոլոգիայի մեջ աղքատության թակարդը դա մի իրավիճակ է, երբ մարդը հայտնվելով աղքատության մեջ չի կարողանում ներդրում անել իր երեխայի կրթության մեջ, չի կարողանում ներդրում անել առողջապահության մեջ եւ երեխան չստանալով լավ կրթություն նույնպես հայտնվում է աղքատության մեջ։ Որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք աղքատությունը մեր երկրում, պետք է ծայրահեղ աղքատների համար ստեղծենք բազային եկամուտ ընտանիքի համար 5 հոգանոց 150,000 դրամ, որպեսզի նրանք կարողանան լուծեն իրենց առաջին անհրաժեշտության հարցերը, երեխայի բազային կրթության հարցերը նույնպես եւ դուրս գան աղքատությունից։ Սա մեր սոցիալական մեծ ծրագիրն է, որի մասին եթե ունենք հարցեր, ուրախությամբ կպատասխանեմ։ Շնորհակալ եմ։